Բարև ձեզ, այս հոլովակում կներկայացնենք ձեզ ՀԾ հաշվապահ 6 համակարգի կարևոր ինտերֆեյսային փոփոխությունները։ Չնայած էական փոփոխություններին, ինչպես արտաքին, այնպես էլ ֆունկցիոնալ, նոր համակարգը պահպանել է նախորդ տարբերակներում ներառված սկզբունքները։ Եթե դուք օգտագործել եք Microsoft Office ընտանիքի ծրագրերը, մասնավորապես Outlook 2010, ապա նման ինտերֆեյսի կիրառությունը պետք է ձեզ ծանոթ լինի։ Ծրագրի գլխավոր պատուհանը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ ուղղորդիչ, ժապավեն, կարգավիճակի վահանակ և տվյալների տիրույթ։ Համակարգում ներառված ֆունկցիոնալությունը բաշխված է ենթահամակարգերի միջև, որոնք պատկերված են ուղղորդչի ներքևի մասում կոճակների տեսքով։ Դրանք են հաշվապահություն, պահեստ, արագամաշ առարկաներ, աշխատավարձ, հիմնական միջոցներ, բանկ և ադմինիստրատորի գործիքներ։ Յուրաքանչյուր ենթահամակարգ պարունակում է համապատասխան հաշվառմանը վերաբերող փաստաթղթեր, գործողություններ, մատյաններ, հաշվետվություններ և տեղեկատուներ։ ՀԾ հաշվապահ 2011 համակարգի հաշվապահություն ենթահամակարգը տրոհվել է հաշվապահություն, պահեստ և արագամաշ առարկաներ բաժինների։ Ենթահամակարգերի ցանկում ավելացել է նաև բանկ ենթահամակարգը։ Մտնենք հաշվապահություն ենթահամակարգ և տեղեկատուների ցանկից ընտրենք հաշվային պլան և գործընկերներ տեղեկատուները։ Բացված տեղեկատուները երևում են տվյալների տիրույթում կողք կողքի դասավորված։ Համապատասխան պատուհանը ակտիվացնելու համար պարզապես պետք է սեղմել պատուհանի վերնագրին։ Եթե բացված պատուհանների թիվը շատ է լինում և նրանք չեն տեղավորվում վահանակի վրա, ապա անհրաժեշտ պատուհանը կարելի է ընտրել աջ անկյունում գտնվող ցանկից։ Էկրանին աշխատանքային տարածք ազատելու համար ուղղորդիչը կարելի է դարձնել ավտոմատ թաքցվող այս կոճակի միջոցով։ Սեղմելով ուղղորդիչ կոճակը, այն կբացվի։ Ուղղորդչի փոխարեն կարելի է կիրառել գլխավոր էջ վահանակը։ Ենթահամակարգերը այստեղ պատկերված են սալիկների տեսքով։ Հրամանին դիմելու համար պետք է սեղմել համապատասխան սալիկը։ Այժմ տեսնենք ժապավենի կիրառությունը։ Ժապավենը պարունակում է ներդիրներ և կոճակներ։ Նրանք թույլ են տալիս կատարել համակարգի տարբեր հրամաններ։ Դրանք ակտիվանում են կախված նրանից, թե օգտագործողը համակարգի որ պատուհանում է գտնվում։ ՀԾ հաշվապահ 2011 համակարգի խմբագիր և օգնություն ցանկերի կետերի մեծ մասը տեղափոխվել են այստեղ։ Ժապավենը բաղկացած է արագ հասանելիության վահանակից, որտեղ տեղակայված են հաճախ օգտագործվող հրամանները՝ ավելացնել, խմբագրել, հեռացնել և այլն։ Ժապավենի գլխավոր ներդիրը բաղկացած է հետևյալ խմբերից։ Գրառումներ խմբի հրամանները նախատեսված են տողերի հետ աշխատանքի համար՝ ավելացնել, խմբագրել, հեռացնել և պատճենել։ Հաջորդ խմբում բերված են տվյալների թարմացման, արտահանման, տվյալների խմբավորման, փնտրման և ֆիլտրման հրամանները։ Տպիչ խմբում բերված են տպելու հրամանները։ Այստեղից կարելի է դիտել տպման նախատեսքը, կարգավորել տպելու դրույթները և անմիջապես տպել՝ ընտրելով տպիչը։ Փաստաթղթեր խմբում հավաքված են փաստաթղթերի հետ աշխատանքի հրամանները։ Մասնավորապես կարելի է դիտել գրանցված փաստաթղթի գործառնությունը, դիտել փաստաթղթի տպվող ձևը, արտահանել Excel և ցուցադրել փաստաթղթերի հետ աշխատանքի պատմությունը։ Իսկ վերջին խմբում ցուցադրվում են ամսաթվեր և հաշվիչ հրամանները։ Առաջինը փոխարինում է ՀԾ հաշվապահ 2011 համակարգի գործիքների վահանակի ամսաթվերը։ Սեղմելով հաշվիչ կոճակը բացվում է Windows-ի հաշվիչը։
Ժապավենի տվյալներ ներդիրում գալիս են տվյալների հետ աշխատանքի ընդլայնված հրամանները։ Այս հրամանների մի մասը կրկնվում են գլխավոր ներդիրի տվյալներ խմբում։ Այն բաղկացած է տեսք, ֆիլտրել և խմբավորել բաժիններից։ Այս խմբերը ներառվում են տվյալների արտաքին տեսքի, ֆիլտրման և խմբավորման հետ կապված հրամաններ։ Հաջորդ ներդիրում տեղակայված են տվյալների արտահանման հրամաններ, մասնավորապես ցուցակների և փաստաթղթերի արտահանումներ Word, Excel և XML ձևաչափերով։ Իսկ օգնություն ներդիրից կարելի է բացել գիտելիքների շտեմարանը, հեռահար սպասարկման ծրագիրը, մտնել հայկական ծրագրերի վեբ էջը, ստուգել համակարգի թարմացումները, դիմել օգնությանը և այլն։ ՀԾ հաշվապահ 6 համակարգում ավելացել է ենթահամակարգերի հաճախակի օգտագործվող հրամաններին դիմելու նոր հնարավորություն, դա ընտրվածներ ներդիրն է։ Այն նախատեսված է տեղեկատուները, գործողությունները, փաստաթղթերը, մածաներն ու հաշվետվությունները մեկ վայրում ամփոփ ձևով պահելու համար։ Ուղղորդչի հրամանը ընտրվածներում ավելացնելու համար կարելի է այն քաշել և գցել ընտրվածներ ներդիրում։ Կամ կիրառել աջ կտտոցով բացվող ավելացնել ընտրվածներին հրամանը։ Ընտրվածներից հրամանը կարելի է հեռացնել ներդիրում կոնտեքստային ցանկից ընտրելով հեռացնել ընտրվածներից հրամանը։ Կարգավիճակի վահանակի վրա, բացի կազմակերպության անունից և տողերի վերաբերյալ ինֆորմացիայից, այժմ երևում է նաև համակարգի օգտագործողը և աշխատանքային ժամանակահատվածը։ Ի տարբերություն նախորդ համակարգի, ՀԾ հաշվապահ 6 ունի ժամանակակից գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ։ Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի իրեն առավելապես հարմար տեսքը։ Գունային թեման կարելի է ընտրել դրույթների, գույներ և տառատեսակներ ներդիրից։ Այս պահին նշված է Office 2010 կապույտ տարբերակը, փոխենք այն և ընտրենք Metropolis դարքը։ Փակենք և նորից աշխատացնենք համակարգը, որպեսզի տեսնենք փոփոխությունը։ Ինչպես տեսնում եք, համակարգի արտաքին տեսքը ամբողջովին փոխվեց, դարձավ սև գույնի։ Շնորհակալություն ուշադրության համար, հուսով ենք այս հոլովակը ձեզ օգտակար եղավ։